Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայքէջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Ստեղծարար ինդուստրիաների զարգացումը Հայաստանում պահանջում է թե համակարգային կրթական մոտեցում, թե համարձակ փորձարարություն։ Հոսք հիմնադրամն իր գործունեությամբ փորձում է ստեղծել միջավայր, որտեղ արվեստը, տեխնոլոգիան և կրթությունը հատվում են։ Մեր տաղավարում են Հոսք հիմնադրամի գործադիր ղեկավար Արթուր Աթայանը և երաժշտական ծրագրերի ղեկավար Լուսինե Մլքե-Գալստյանը։ Կզրուցենք ստեղծարար կրթության մոդելների, փորձարարության կարևորության, հոսքի նախագծերի և առհասարակ երաժշտության ու արվեստի մասին, որպես զարգացման շարժիչ ուժ, այսպես ասած։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն։ Մենք շնորհակալ, ողջույն։ Արթուր, եկեք ձեզնից սկսենք զրույցը, որն է հիմնադրամի այն առանցքային առաքելությունը, որը պետք է լրացնի հայաստանյան ստեղծարար դաշտի բացերը, այսպես ասած։ Առաքելությունը կարճ ձևակերպել իհարկե բարդ է, բայց երևի առաջին հերթին դա հենց կրեատիվ ինդուստրիաների կամ ստեղծարար ինդուստրիաների շղթայի ամբողջականության զարգացումն է Հայաստանում, այսինքն նախ վերլուծություն է այդ բացերի, հետո աստիճանական, փուլային աշխատանք այդ բացերը լրացնելու վերաբերյալ։ Իհարկե ստեղ պետք է առանձին խոսել ինչ են այդ ինդուստրիաները, ինչու ենք այդպես կոչում եւ այլն, բայց եթե կարճ այդպես։ Եվ դա իհարկե շատ կարեւոր մի եւս բաղադրիչ է անել նաեւ կրթական մոտեցումների, կրթական ֆորմատների միջոցով։ Իսկ դուք կարող եք ասել օրինակ կոնկրետ ինչ բաց եք տեսնում, Լուսինե։ Օրինակ մի բաց, որը հոսքը գալիս է ամենագլխավոր բացը դա համակարգային լինելն է, այսինքն Հայաստանում, երբ որ մենք տեսնում ենք ստեղծարար ոլորտի ինչ-որ զարգացում, դա լինում է ինչ-որ անհատի անվերապահ աշխատանքի շնորհիվ։ Չկա համակարգ, որտեղ դու կարաս սկսես ստանաս այդ կրթությունը ժամանակակից արվեստի մասին խոսելով, կրթությունը հետո ունենաս շուկան, որտեղ դու որպես արվեստագետ կարող ես արտահայտվել։ Ու այդ շատ մեծ երազանք է, բայց մեր թիմը շատ հավատում է այդ երազանքին, ստեղծել միջավայր, որտեղ արվեստագետները միջդիսցիպլինար համագործակցությունների շնորհիվ կկարողանան զարգանալ եւ ստեղծել հենց այդ ստեղծարար էկոհամակարգը Հայաստանի, որը եւս մեկ մեծ երազանք, որին մենք գնում ենք, այդ էկոհամակարգը ստեղծարար ոլորտը ներկայացնել աշխարհին, որովհետեւ մենք շատ գնահատում ենք մեր մշակութային ժառանգությունը ու կարծում ենք հիմնվելով մեր մշակութային ժառանգության վրա մենք հիմա շատ մեծ պոտենցիալ ունենք ժամանակակից արվեստի, որը էլի ինչ որ երբ որ արտահայտվում է, ինքը արտահայտվում է շատ անհատական, անհատի ուժերի շնորհիվ, մենք փորձում ենք այն անհատներին միավորել համայնքում ու իրանց ավելի զորակցել։ Օրինակ անհատները ովքեր են, ովքեր պիտի գան ձեզ մոտ, ովքեր պիտի ձեզ դիմեն։ Լավ հարց էր։ Իսկ հիմա կարելի է միանգամից առանձնացնել առաջի կատեգորիան դա արվեստագետներն են, բոլոր հնարավոր ուղղությունների, դիսցիպլինների, որոնք կգտնեն ինչ-որ բան մեր նախաձեռնություններում։ Արտուր, թույլ տվեք ասել չկայացած արվեստագետները, թե կայացած։ Չէ, բոլոր տեսակի։ Մենք չենք, քանի որ կրթության առաջարկ էլ կա այդտեղ, դրա համար Չէ, բացարձակ, այնքան տարբեր ֆորմատներ ենք փորձում իրականացնել, որ կարող են գտնել եւ լրիվ սկսնակները եւ մարդիկ, որոնք ինքնարտահայտման խնդիր կամ կայացման խնդիր չունեն, բայց իրենց հետաքրքիր է օրինակ համագործակցությունը։ Արվեստի սիրահարներ, այս շատ հետաքրքիր կատեգորիա է մարդկանց, որոնք հետաքրքրված են, իրենք չեն ակտիվորեն զբաղվում արվեստով, բայց իրենց հետաքրքիր է ոնց է աշխատում արվեստը իր ամբողջ հսկայական բարդության մեջ, արվեստի սիրահարներ, մարդիկ, որոնք հետաքրքրված են այդ այսպես կոչված բանով, ոնց է դա կոչվում, lifelong learning, ամբողջ կյանքի ընթացքում սովորելով մեծահասակների կրթությամբ, այսինքն երբ որ դու շարունակում ես հետևողականորեն գիտելիք ստանալ ինչ որ քեզ հետաքրքրող բաների շուրջ։ Եվ դրա համար մենք փորձում ենք ուղղակի տարբեր մոտեցումներ գտնել, որ այս տարբեր սեգմենտները
հետաքրքրացնենք, հա, իրենք շահագրգռված լինեն գան։ Բայց նաև կա դրանից դուրս էլի, ինչպես Լուսինեն ասաց, հա, մի իրենց երազանք ու նպատակ, որ այս հանդիսատեսը, արվեստի սպառողը, այսպես ասած, ընդլայնվի, այսինքն նորանոր մարդիկ գան, առնչվեն արվեստի հետ, հասկանան, որ մասնավորապես ժամանակակից արվեստի, ժամանակակից երաժշտության շուրջ եղած պատկերացումները գուցե տենց կարելի է վերանայել եւ սա մի հետաքրքիր աշխարհ է, որտեղ կարելի է շատ տարբեր ձևերով ներգրաված լինել։ Իսկ կա փորձ, մենք փորձ ուղակի, որ կոնկրետ կրթական ծրագրի հետ կապված։ Ես այստեղ ուզում եմ ասել, որ կուզեմ բացի այնից թե մենք ում ենք սպասում, կուզեի ներկայացնել թե ովքեր են մեզ մոտ եկել, այսինքն հոսքը արդեն 1 տարի է գործում է ակտիվ, 1.5 տարի ինչ կա, ու մեր ալտերնատիվ, մենք այդպես ենք կոչում, ալտերնատիվ կրթական միջոցառումներից դա լաբորատորիաներն են, որոնցից կնշեմ Notation-ը, Notations լաբորատորիան ինքը ամենամյա լաբորատորիա է, որի հիմնական մեդիան, հա, հիմնական ուղղությունը երաժշտությունն է, բայց մենք այնտեղ հրավիրում ենք շատ տարբեր արվեստագետներ, եւ վիզուալ արվեստագետներ, եւ մեդիա արտիստներ, եւ sound արտիստներ, հա, ոչ միայն երաժիշտներ, եւ հենց դասական երաժիշտներ, ջազ երաժիշտներ, եւ ինչու՞մն է իր կրթականը։ Առաջին հերթին դա միջավայրն է, որտեղ մենք ունենք հնարավորություն, մենք կոչում ենք կուրատորներ, այստեղ շատ երկար կարող ենք այդ բառը թարգմանել հայերեն, մենք այդքան համադրող է չի այս դեպքում, այլ կուրատոր ինչ որ սենսեյ, հա, ով Հայաստանում եւ նաեւ միջազգային ասպարեզում ժամանակակից արվեստում արդեն կայացած արվեստագետը, ով անմիջական դու իր հետ ունես հնարավորություն համագործակցելու եւ աշխատելու։ Երկրորդը մենք անում ենք, կոչում ենք այդպես կարճաժամկետ կրթական ծրագրեր, դա լեկցիաներն են կամ վարպետության դասերը, որոնք կրկին այդ լաբորատորիայի ընթացքում էքսկլյուզիվ ձևաչափով մեր մասնակիցների համար եւ նաեւ բաց հանրության համար ունենում ենք շատ տարբեր տեսակի թեմաներով դասախոսություններ։ Ու այդ ամենը օրինակի դասախոսություններ եւ AI-ից օրինակ արհեստական բանականության շուրջ ինչպես օգտագործել կամ չօգտագործել արվեստում։ Հա, կամ կոնկրետ երաժշտության մեջ, կամ օրինակ էլեկտրոնային երաժշտության ստեղծման ծրագրերի տենց մասնագիտացված վարպետաց դաս, որը ցույց է տալիս, որ չգիտեմ, օրինակ դուդուկի ձայնից ինչպես ստանալ փոփոխված էլեկտրոնային միջոցներով փոփոխված ինչ որ այլ ձայն ու ոնց է դա կարելի օգտագործել, դա Դավիթ Սուքյասյանն էր, էլեկտրոնային երաժիշտ, պրոդյուսեր, DJ, կամ օրինակ վիզուալ արվեստի համար մենք այս լաբորատորիան արել էինք Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայում եւ այնտեղ մեր շենքը mapping էին կարել, մեծ պրոյեկցիա էր աշխատում, որը մեր արվեստագետները անիմացիոն, իրանք տենց անիմացիաներ էին արել ու տենց ապրում էր շենքը, ու դա էլ օրինակ դրա տեխնիկական առումով վարպետաց դասեր հենց մեր մասնակիցների համար, թե ինչպես դու կարող ես պրոյեկցիան, հսկայական պրոյեկցիան ես, որ ինքը ուղղակի չաշխատի որպես էկրան, այլ ինքը աշխատի իրոք որպես արվեստի գործ, որը համագործակցում է վայրի հետ։ Ու տենց շատ ուղղություններով մենք փորձում ենք, գիտեք, սենց իրանք փորձարարական են բոլոր մեթոդները, որոնք մենք կիրառել ենք անցյալ տարի։ Ու դրա շնորհիվ մենք այս տարի շատ ավելի պինդ ենք կանգնած մեր գալիք կրթական ծրագրերում, որովհետև մենք տարբեր հիպոթեզներ փորձեցինք ու հասկացանք, որ այստեղ գնում է։ Ու հիմա արդեն շատ ավելի մեծածավալ մենք ունենք բաց կանչեր, մեր գալիք ավելի ուղիղ ունենանք։ Այո, եւ շուտով ավելի շատ կունենանք։ Այնքան շատ, որ մենք անհանգստանում ենք։ Իսկ կարող ենք խոսել այդ փորձերի մասին, օրինակը թե ինչը չաշխատեց կոնկրետ մեր դեպքում եւ ինչը հաջողվեց։ Ինձ թվում է հենց այն ինչ որ աշխատեց, ինչը չաշխատեց եւ ինչը հաջողվեց նույնն է մեր դեպքում, որովհետեւ ցավոք չգիտենք ոնց է ստացվել, բայց Հայաստանում մշակույթի գործիչները շատ սիրում են տենց բևեռացված համայնքներ ունենալ, փոքր, եւ ինձ թվում է մեր գլխավոր այդ մարտահրավերը այդ համայնքները միախառնելն է։ Ու եւ ստացվում է այդ մեր համար ինձ թվում է ամենամեծ sense ինչ որ ոգևորիչ բանն է։ Երբ որ նույնիսկ հոսքը գնում է այդ համագործակցությունից, իսկ այդ համագործակցությունը մնում է։
Լավ, այդ որ ասում եք հոսքը գնում է, ինձ մոտ հարց առաջացավ։ Եկեք խոսենք հենց իր կոնցեպտուալ բնույթի մասին, օրինակ ինչու հոսք եւ արդյոք հենց դրա հետ է կապված, որ հոսքը գնում է, ճակերտավոր ասած։ Ավելի կարծում եմ այս առումով པարզ է, անունը եկել է այնտեղից, որ ժամանակ, հա, ընթացք, հոսք եւ ոնց ես դու բնորոշում ժամանակակից մշակույթը առհասարակ, որովհետեւ ինչ որ դասական բաժանումները դարաշրջանների, որ լուրջ այնց ակադեմիական գոյություն ունեն, ոնց որ կարծես հիմա այդքան էլ շատ չեն աշխատում։ Այո, այստեղ փոփոխական է ամեն ինչ։ Հա, ու այնքան արագ է փոխվում ինքնին ամեն ինչ եւ այլն, որ գուցե այնց մշակույթը լայն իմաստով պետքա դիտարկել որպես այնց մի հոսք, որտեղ ինչ որ լիքը բաներ միավորվում են, հետո այսպես առանձին ենթացած փոքր հոսանքներ առանձնանում են, համագործակցում են, միավորվում են, քանդվում են։ Սա մի process է, որտեղ դու քո նպատակին ես ուղղակի ընթացքում փորձում ձգտել ու այդ հոսքը այդպես միավորել։ Դա շատ բարդ պատմություն չկա։ Անվանումը մտածել են հենց հոսքը կառուցելու ժամանակ մեր տենց տեսլականի ղեկավարը եւ գլխավոր կուրատորը հոսքի Անդրեյ Գանդրաբուր եւ հոսքի գեղարվեստական ղեկավարը Անդրոնիկա Խաչյան ու երբ որ մենք էլ միանում էինք թիմին, այդ հոսքը ինձ թվում է ինքը գաղափարներից առաջինն է, որ մենք պետքա միշտ այդ մեր մեջ ունենանք, մեր մեջ կրենք այդ հոսելու ցանկությունը։ Հոսելու եւ կանգ չառնելու։ Այո։ Շատ կարեւոր է։ Իսկ ովքեր են ձեզ դիմում եւ արդյոք կան մարդիկ, որոնք իսկապես ցանկանում են գալ, համագործակցել ձեզ հետ, ինչ որ բան ստեղծել, կրթվել ու հետո ստեղծել։ Այստեղ մի այն շատ կարևոր բան պետք է ասենք, որ այո, ու այդ մարդիկ նախ կան, որոնք ուզում են։ Երբ այս մարդիկ շատ ծայրահեղ տարբեր են ու դա շատ ոգևորիչ է։ Այստեղ կան թե լուրջ կայացած Հայաստանում բավականին հայտնի արվեստագետներ, թե նորեկներ եւ այլն։ Այս մարդիկ կարծում եմ այն մարդիկ են, որոնք սկսում են հասկանալ, գիտակցել, կամ մեկ չեն հասկանում, բայց ընթացքում են գիտակցում, այնց է, հա, որ տարբեր դիսցիպլինների մեջ, արվեստի տարբեր տեսակների մեջ կարա լինի համագործակցություն։ Այստեղ շատ կարևոր բան է նշել, որ միջդիսցիպլինարություն, այսինքն այս արվեստի տարբեր ուղղությունները խառնելը չի նշանակում դրանց վերանալը, բայց նշանակում է դրանց բացվելը կարծես, հա, եւ երբ որ օրինակ իրար հետ համագործակցում են ջազ երաժիշտը, էլեկտրոնային երաժիշտը եւ օրինակ պրոյեկցիայով աշխատող արվեստագետ, ու ստացվում է լրիվ նոր տեսակի մի product Հայաստանի իրականության համար, դա շատ ստացված դեպք է, որտեղ երեքն էլ եկել են գուցե անորոշ, գուցե որոշակի ակնկալիքներով ու կարողացել են ստեղծել լրիվ նոր մի բան։ Եվ դա միայն ոնց որ եթե լաբորատորիաների, այսինքն այդ փորձարարական ֆորմատների մասին խոսենք։ Թեև ունենք ավելի այսպես անվանդական կրթական ձևաչափեր, հատկապես այս տարի ինչ որ նախատեսված։ Հետո նաև մեզ մոտ եկել են պետական կառույցներ, հա, ու դա էլ է շատ հետաքրքիր համագործակցություն, երբ որ օրինակ Երևանի պետական կոնսերվատորիան, ակադեմիայի ակադեմիան եւ այլն, այստեղ ոնց որ ոչ թե եկել են մեզ մոտ, այլ երևի մենք բոլորս ենք իրար հետ միտեղ տենց մի պահ հայտնվել։ Ասենք որոշակի նախագծից իրականացնել։ Հա, օրինակ միաժամանակ ասենք օրինակ, հա, Գեղարվեստի ակադեմիայի հետ արդեն ունենք բան, մեմորանդում, այսինքն հուշագիր, համագործակցության միասին ընդհուպ մինչև կրթական ծրագրեր ստեղծելու նույն կոնսերվատորիայի հետ, ֆիլհարմոնիայի հետ, փայլուն հրաշալի հենց համագործակցություն է, որպես ոչ թե ուղղակի այսպես մենք գալիս ենք այնտեղ ինչ որ մի բան անելու, այլ ֆիլհարմոնիայի ընդհանուր միջև անձնակազմը ակտիվ մասնակցություն է ունենում եւ այլն։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ դուք ոչ ֆորմալ կրթական հարթակ եք ու շատ բազմաթիվ են օրինակները, որ օրինակ մարդիկ ավարտում են բուհը, արվեստի հատկապես եւ այսպես մնում են անորոշության մեջ, քանի որ ժամանակը հոսում է, այսպես ասած, եւ նրանք մնում են այն իրենց հին կրթական ֆորմալ, այսպես տրամաբանության մեջ ու շատ կարևոր է, որպեսզի
դուք բերեք իրեն այսպես հոսքի մեջ ներառեք, այսպես ասած, նոր ժամանակների, եթե կարելի է այսպես ձևակերպել։ Ու այդտեղ մենք մեր համայնքի համար մենք շատ ենք աշխատում, որ մեր համայնքը զարգացնենք ու իր ամեն ինչ անենք համայնքի համար, այն համայնքի ով եկել է մեր մոտ, նույն բաց կանչերի շնորհիվ գալիս են դառնում են մեր մասնակիցներ ու լաբորատորիաների կամ տարբեր նախագծերի շնորհիվ իրանք ստեղծում են տարբեր նախագծեր ու մենք այդտեղ կրկին փորձում ենք զարգացնել իրենց տալ հնարավորություն հարթակներ, որ իրանք այն նախագիծը, որը ստեղծել են, չթողնեն ու զարգացնեն։ Ու այդ շատ լավ օրինակ էր, որ համասարները ավարտած նույն օրինակ ես անձամբ ավարտել եմ կոնսերվատորիան, նվագում եմ դասական ֆլեյտա ու ես լիքը բան սովորում եմ մեր լաբորատորիայի մեջ, թե ինչպես ես կարող եմ իմ գործիքը ավելի բերում է պրակտիկ դաշտ, էլի։ Այո, ու միանգամից բերում են համագործակիցներ ինձ։ Այսինքն ես միանգամից գտնում եմ մարդկանց, ովքեր ինպես են մտածում, ուզում են ստեղծել ինչ-որ նոր բան։ Լավ, այդ շատ կարևոր է, որ օրինակ այդ բուհերը համագործակցում են նման կառույցի հետ, քանի որ տարիներ շարունակ դիմադրություն է եղել նման կազմակերպությունների հետ համագործակցելը, որտեղ իրենք կարծես թե վերևից են նայել, դե իրենք պետական բուհ են, իրենք ունեն չափանիշներ որոշակի, որով բոլոր սերունդները, այսպես ասած, այդ չափանիշների միջով առաջնորդվում են։ Այ իրենց ակնկալիքը ո՞րն է ձեզնից, ասենք, այս համագործակցությունից ձեզ հետ։ Օրինակ նույն կոնսերվատորիայի կամ Գեղարվեստի ակադեմիայի։ Օրինակ կոնսերվատորիայի հետ համագործակցությունը սկսվել է դեռ մինչև այս գալիք մեր կրթական ծրագրերը, որ պատրաստում ենք, Արամ Հովհաննիսյանով կոնսերվատորի պրոռեկտորն է, ինքը եւ մեր մոտ լեկցիա է կարդացել եւ նաեւ մեր Notations լաբորատորիայի կուրատորներից է եղել։ Ու նաեւ մենք կոնսերվատորիայում արել ենք շատ տարբեր ձևաչափերի վարպետության դասեր, Ռոբերտ Լիպոկն է այնտեղ արել, Շահեն Խանտկարյան արել, այսինքն մենք սենց հիպոթեզներից մեկը, երբ որ մենք փորձեցինք երաժշտական պրոդյուսինգի, sound art, sound design-ի տարբեր ձևաչափեր փորձարկել եւ տեսնել արդյոք կոնսերվատորիայի ուսանողների մեջ կա այդ հետաքրքրությունը, էլեկտրոնային երաժշտության մեջ եւ այստեղ երբ որ մենք ասում ենք էլեկտրոնային երաժշտություն, դա նրա մասին չի, այդ underground երաժշտության մասին չի, դա շատ մեծ հնարավորություններով աշխարհ է, որտեղ այդ sound art, sound design-ը ցավոք Հայաստանում չկա ոչ մի ինստիտուցիայում։ Այո, ինստիտուցիոնալ մոտեցում այդ կրթությանը։ Ու հիմա մենք ակտիվորեն կոնսերվատորիայի հետ տենց գծում ենք, նշмарում ենք հավելյալ կրթություն, որը հենց sound design, music producing-ի մասին է, որը տալու է հնարավորություն կոնսերվատորիայի ուսանողներին լինելու ել ավելի պատրաստ ժամանակակից արվեստի աշխարհին հենց հիմա։ Ոչ թե որ դու ավարտում ես համալսարանը ու այնտեղ կա շատ մեծ լոնգ դեպի ժամանակակից աշխարհ։ Ինձ թվում է մյուս բանն էլ է նույն ուրիշ ինստիտուցիաների հետ կամ թեկուզ մասնավորապես Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցության եւ այս բանի գաղտնիքը, այսպես բաղադրատոմսերն է, որ այս կազմակերպությունները, այս հաստատությունները սկսել են բացվել դեպի ժամանակակից մշակույթ, դեպի ժամանակակից արվեստ ու գիտակցել, որ դա էլ է կարևոր մաս, այսինքն դա մեծ ինդուստրիա է, դա մեծ ֆինանսական, ուրեմն հոսքեր են այդտեղով գնում։ Ես կուզեի խոսենք նաև կրթական ծրագրերի ընտրության մասին, օրինակ ինչպես եք որոշում, որ այս ծրագիրը այսօր արդիական է, պահանջված է, ընդհանրապես կարևոր է։ Այստեղ ես եթե դուք լսում երկու բան պիտի ասեմ, նախ մեզ մոտ ներսում կա ուղղակի այսպես ինստիտուցիոնալ խորհուրդ կարելի ասել, որը տարբեր ոլորտների մասնագետներ են, որ ու մեզ մոտ առաջնային ոնց որ ընտրությունները այդ տեղում են, ուրեմն այդ մակարդակում են տեղի ունենում, բայց նաև հոսքայից իմաստով շատ արդեն մեծ հարստություն ունի, դա համայնքն է, որը շատ լուրջ արվեստագետների մասնավորապես մասնակցությամբ մենք կարողանում ենք ու օգնությամբ կարողանում ենք հասկանալ խորհրդատվության, էքսպերտիզայի շնորհիվ կարողանում ենք հասկանալ, որ ոլորտներում արժի ինչ-որ բան փորձել։ Երբեմն նախագծերը գալիս են ուղղակի առաջարկով, եւ հոսքի համար միշտ կարևոր է, որ մենք չլինենք հիմնադրամ, որ ուղղակի տենց ինչ-որ մեկի նախագծին, ինչ-որ մեկի ցուցահանդեսին ձայնագրությանը գումար տվեց, մեզ համար առաջնայինը կրթական եւ
գեղարվեստական, բայց առաջին հերթին հենց կրթական բանն է, արդյունքն է։ Եթե այդ ընթացքում մենք կարողանում ենք ստանալ մի ուրեմն կրթական process, որ ինչ որ մարդիկ ինչ որ բան սովորեն, հա, ինչ որ մարդիկ, որոնք այդ դաշտում չկային, գային մասնակցեին բան, հա, մենք սկսում ենք դրանով զբաղվել։ Օրինակ հիմա կրթական ծրագրերի իմաստով մենք լրիվ նոր փուլ ենք թևակողում, որտեղ կան բավականին ֆունդամենտալ արված հետազոտություններ Հայաստանում բացերի շուրջ։ Դա էլ առաջին ոնց որ ամիսները եւ գուցե կես տարին եւ ընդհանուր մինչեւ հիմա այդ հետազոտությունները շարունակվում են, թե ինչ ոլորտներ։ Ու Հայաստանում դե որ եթե կարճ ասեմ, բոլոր ոլորտներում պետք են օրեն բաներ։ Հա հիմա օրինակ մեր հաջորդ մի քիչ ավելի հանդուգ ընկալը փոքր ու միջին տևողության ծրագրերն են, ընդհանուր մինչեւ ասենք ամիս ու կես, 2 ամիս։ Հիմա միանգամից 2 ծրագիր շատ շուտով պիտի սկսի, մեկ արդեն հայտարարված է ու հաշվածավոր են մնացել գրանցելու համար, դա թատրոնի ու պերֆորմատիվ արվեստի, ժամանակակից թատրոնի պերֆորմատիվ արվեստի 1.5 ամիս տևող տենց երեկոյան ուսումնական ծրագիր է, որի արդյունքը լինելու է ներկայացում, որի ուրեմն կուրատորը ռուս շատ հայտնի դրամատուրգ Իլիա Մոշիցկին է եւ այստեղ ուրեմն այս ծրագրում դասանդելու են տենց մի հատ հրաշալի բույլ հայ ուրեմն այստեղ Ռուսաստանից տեղափոխված միջազգային, այսինքն նաեւ եվրոպացի մասնագետների հրավիրյալ մի մասը այստեղ ապրում, մի մասը հատուկ գալու է ու այդտեղ հիմա արդեն դիմում են մարդիկ ու շուտով փակվելու է այդ բաց կանչը, բայց դա ուտանք բացառիկ հնարավորություն է ժամանակակից թատրոնով հետաքրքրողների համար։ Ինչպես է որոշվել այդ այնց մի բանի ֆունդամենտալ հետազոտության եւ խորհրդատվության եւ լավ ծրագրի հենց կոնկրետ Մոշիցկու առաջարկած այս բարդ ու հետաքրքիր ծրագրի շնորհիվ կամ շատ շուտով կհայտարարվի բացկանչ լրիվ այլ ոլորտի ու էլի ինդուստրիայի էլի այս ոլորտի մասնագետների հետ խորհրդատվության հետազոտության հիման վրա լուսանկարիչների համար ստուդիայում լույսով աշխատելու ծրագիր։ Կարճ, մի քանի օր on-line, մի քանի օր off-line, պրակտիկ դասընթաց, որը շատ ոնց որ լրիվ էս հակառակ մի բան է, հա, այդտեղ ինչ որ տենց մեծ պերֆորմանսի արվեստ, ներկայացում ու այդպես, այդտեղ մի քանի օր, բայց շատ պրակտիկ, շատ կոնկրետ մասնագետների համար, ով կարիք ունի իր ուրեմն լույսի հետ աշխատանքը մի քիչ բարելավի եւ այլն։ Էլի կա միջազգային մասնագետ, էլի կան հետաքրքրված գործընկերներ այդ ամեն ինչը անելու, միասին իրականացնելու ու էլի միայն պետք է ոնց որ լրացնել հեսաշուտով կհայտարարվի, կարծում եմ առաջիկա մի 10 օրի ընթացքում կհայտարարվի, մնում է եթե դուք զբաղվում եք լուսանկարչությամբ, ուղղակի գրանցվել ու մասնակցել։ Լավ, ասենք ես երաժիշտ եմ կամ լուսանկարիչ եմ կամ դերասան եմ եւ անցնում եմ ձեր կրթական այսպես ծրագրերը, հետո ինչ եմ անելու, այսինքն հարթակ կա, որտեղ որ ես կդրսևորվեմ, հարթակ կա, որտեղ որ ես մասնակից կլինեմ ինչ-որ փառատոնային ֆորմատով կամ թեկուս այլ։ Այս արդեն այն մասնաաշխատանքի, որի վրա մենք հիմա շատ ակտիվ աշխատում ենք, որովհետև մենք անցյալ տարվա ընթացքում ունեցանք շատ հետաքրքիր նախագծեր, որոնք ծնվեցին, արվեստագետներ, այո։ Մեր փառատոնները դեռ եղել են showcase ձևաչափով, երբ որ մենք նույն լաբորատորիայի ընթացքում ինչ որ ստեղծվել է եւ work in progress ձևաչափով եւ արդեն ավարտուն ձևաչափով, մենք ներկայացել ենք եւ performance-ներ, ներկայացումներ եւ համերգային ծրագրեր եւ ինստալյացիաներ եւ շատ տարբեր ձևաչափի ձևաչափեր։ Եվ հիմա մենք Հայաստանում բացի տալով հնարավորություններ հայաստանյան հարթակներում ներկայանալու, որոնք ցավոք շատ չեն, մենք հիմա աշխատում ենք նաև այն ինչ որ մեր մոտ ստեղծվել է դիստրիբյուցիայի համար։ Փառատոններ կան շատ մեծ անունով, որ արդեն մեր անցյալ տարվա էտյուդ լաբորատորիայից ծնված 2 մեծ ներկայացումները իրանք հիմա ունեն հրավերներ միջազգային փառատոնների։ Այդտեղ խոսքը աջակցում է, որ արվեստագետներ, ովքեր հանդիպել են, ստեղծել են, այդ արդեն միջազգային շուկայում երևա։
Ու ոչ միայն դա, նաև հիմա քանի որ բանակցությունների փուլը չեմ ուզում նախապես այսպես անուններ նշել, բայց միջազգային մակարդակի ոնց որ ամենամեծ ընդհանրենք ժամանակակից արվեստի փառատոները, բաները, էքսպոները եւ այլն արդեն որոշակի հետաքրություն ունեն, այսինքն որ հոսքը անցած տարվա պորտֆոլիոյով ներկայացել է, ասել է, տեսեք, մենք sense պրոյեկտներ ենք անում, հետեղից արձագանքը եղել է ոչ թե պոզիտիվ, այլ այսպես հիացած, այս ինչ հետաքրքիր բան է եւ եկեք Եկեք մասնակցեք, եկեք միասին աշխատենք ու մենք շատ մեծ հույսեր ունենք, որ այդ համագործակցությունները շուտով ոչ միայն կկայանան, այլ շատ նաև տենց առաջիկա տարիների ընթացքում, այսինքն շատ սեղմ ժամկետներում հնարավորություն կտան ոչ միայն հոսքին, այլև Հայաստանին միջազգային ասպարեզում շատ անսպասելի ձևով ներկայանալու։ Իսկ կա առհասարակ այդպիսի նախադեպ միջազգային հոսքի նման, որը շատ հաջողությամբ գործում է այսօր եւ կոնկրետ օրինակներ կան։ Ես հիմա անուններով տենց հիմա կստեմ, եթե սկսեմ փորձել անուններ հիշել, երևի չարժի։ Միջազգային պրակտիկայում կան այդպիսի հաբեր մշակութային, կամ իրենք նաև կոչվում են այլ ձևով կլաստերներ, դա այսպես տարածք է, որը միաժամանակ կարծես տրամադրում է հնարավորություններ արվեստագետներին, աշխատում է ոնց որ միավորում, ասենց մի հատ ցանցի մեջ կազմակերպությունների եւ այլն, ինքը տենց բազմաթիվ այսպես բնորոշումներ ունի, ու այդ կլաստերները ամենակ Եվրոպայում, իրենք նաև հատուկ ֆինանսավորման հնարավորություններ ունեն, այսինքն դա մեծ ցանց է ամբողջ ոնց որ աշխարհով, եւ հոսքը ձգտում է այս պահին այդ ճանապարհով գնալ, որպեսզի կարողանա գրանցվել այդ միջազգային ցանցում հնարավորություններ ունենա, բայց ամենակարևորը որ այդ հնարավորություններով կիսվի տեղացի արվեստագետների հետ, որոնց ինձ թվում է այդ հնարավորությունները այդպես օդի ու ջրի պես պետք են։ Շատ լավ, եկեք ամփոփենք մեր զրույցը, առաջիկայում ինչ ծրագրեր ունեք, ինչին եք նախապատրաստվում եւ արդյոք հոսքը ունի համապատասխան նաեւ ենթակառուցվածք, որպեսզի զարգացնի այն ինչ որ ուզում է։ Ենթակառուցվածքի մասամբ ունի հրաշալի գործընկերներ, նույն ֆիլհարմոնիան եւ մասնավորապես փոքր Աբովյան 2-ի ֆիլհարմոնիան հրաշալի գործընկեր է, որ ամիշտ մեր կողքին կան բազմաթիվ այլ հրաշալի կազմակերպություններ։ Մեր սեփական ենթակառուցվածքը դեռ մշակման ստեղծման փուլում է։ Հույս ունենանք, որ այս տարի արդեն կունենանք սեփական որոշակի միջոցներ ու նաեւ ֆիզիկական տարածք։ Այսինքն շատ կարևոր է որ դուք նաև պետության հետ եք համագործակցում ինչ որ չափով։ Ինչ որ չափով եւ ոնց որ պատրաստվում ենք ավելի ու ավելի սերտ համագործակցել։ Իսկ հետաքրքրություն կա այդ կողմից։ Այո, բացի կրթական այդպես հատվածը Դերեկեք այստեղ կա բաց զրույց եւ կարելի ասել հետաքրքրություն եւ հրավերքների բան approve, այսինքն միշտ գալիս են մեր միջոցառումներին ներկա են, որի համար մենք շատ ուրախ ենք, այսինքն այն ինչ որ մենք անում ենք, մենք շատ բաց ենք անում։ Եվ եւս մեկ հարց, այն ինչ դուք անում եք վճարովի է։ Անցած տարի ամբողջովին այո։ Այս տարի մենք անցնում ենք մի քիչ նոր մոդելի, քանի որ խնդիրը ստեղ հետեւյալն է, ոչ թե եթե դասախոսությունների բաների մասին է խոսքը, այո, իհարկե բաց են, պետք է ուղղակի գրանցվել։ Իսկ այդ կրթական ծրագրերը աշխատում են կրթաթոշակային սկզբունքով, այսինքն իրանք ունեն որոշակի արժեք եւ մեր հանրությունը պիտի իմանա, որ ծրագրերը ունեն արժեք եւ պիտի կարողանա նաեւ որակյալ կրթության համար վճարել, բայց հոսքը այնուամենայնիվ մենք ոնց որ ինչպես բան ենք արտիստների կողմից ղեկավարվող կազմակերպություն է եւ մենք բոլորս գիտենք այդ ցավը, որ դու ինչ-որ բան ուզում ես սովորես, բայց չունես այդ միջոցը եւ հոսքը այս իմաստով մշակել է հատուկ կրթաթոշակային մոտեցում, որտեղ մենք հնարավորություն կարող ենք տալ այո դիտարկելով անհատական այսպես մակարդակում դիտարկելով հայցերը մարդկանց սովորել ինչ որ բան, այո, անվճար։ Այստեղ շատ հիմնադրամային է, էլի մոտեցումը։ Ամեն դեպքում հիմա մեզ գուցե լսողները կուզենան ինչ որ մի բանով այո, մասնակից լինել։ Պիտի հրատապ մտնեն մեր կայք, քանի չի փակվել մեր բացկանչը, մի 4 օր է մնացել, գրանցվեն, այդտեղ բավականին པարզ գրանցվելու ձևաչափը։ Ու դիմեն մենք հասցնենք իրենց հետ խոսել մի քանի օրվա ընթացքում։ Այո, իսկ ոչ միայն արվեստագետներ են մարդիկ, ովքեր հետաքրքրված են արվեստով, մենք ունենք դասախոսությունների շարք, մենք ունենք եւ
լոկալ եւ միջազգային դասախոսներ, ապրիլի 11-ին էլ ունենք դասախոսություն, այդ իսկ պատճառով Անուններ կտակ այդ դասախոսների, օրինակ ովքեր են ապրիլի գալիս։ 11-ին մեր մոտ Արմենն է Եսայանց խոսելու, մենք իր հետ անում ենք Գաֆեսյան արվեստի կենտրոնի։ Այո։ Արմենը մեր մոտ մի ամբողջ ցիկլ արեց դասախոսությունների հայ արվեստի մասին, կաճեսած հսկայական, շատ տարբեր հարցերի շուրջ լինելու են էլի տեղացի շատ հետաքրքիր խոսնակներ, անցած տարի բաներ էին, վարպետաց դասեր էին մեր տեղացիոնակ էլեկտրոնային երաժիշտների հետ շատ հետաքրքիր, շատ բան։ Ու իմիջիալոց մեր այս բովանդակության բացարձակ մեծամասնությունը նաև կարելի է գտնել մեր YouTube-ում հետո։ Այսինքն սա լիովին բաց է։ Շատ կարևոր է։ Կարող եք մեր YouTube-ան ալիքում բաժանորդագրվել, եթե այդպես հետաքրքիր դասախոսություններ եք սիրում։ Եւ եթե անգլերեն է, մենք ունենք հայերեն ենթագրեր։ Պարտադիր։ Շատ կարևոր է, որովհետև ես որքանով հասկացա, դուք շատ միջազգայնացված եք եւ շուտով հնարավոր է նաեւ հայերենանալ։ Փորձում ենք հնարավորինս հայերենանալ եւ չկորցնել հայերեն։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ինձ թվում է մեզ լսողները ձեզ կգտնեն, կհետաքրքրվեն, այսինքն արվեստով հետաքրքրվողները։ Ես ուղղակի տեղեկացնեմ, որ իմ հյուրերն այսօր Հոսք հիմնադրամի գործադիր ղեկավար Արթուր Աթայանը եւ երաժշտական ծրագրերի ղեկավար Լուսինե Մլքե-Գալստյանն էին։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն